Բարև ձեզ բոլորին իմ սիրելի բարեկամներ։ Այն փաստը, որ ես խոսում եմ հայերեն, որ ես կարդում եմ ու գրում եմ հայերեն, սա ունիկալ չի։ Սա ոչ մի առանձնահատուկ բանը չի։ Քանի որ մարդիկ կան աշխարհում, որոնք հայերեն են սովորել որպես օտար լեզուն։ Ես մենակ չեմ այս աշխարհում, որը հայերեն է խոսում որպես օտար լեզու։ Ես չգիտեմ հաստատ քանի հրեաներ, քանի ռուսներ, քանի, չգիտեմ, ճապոնացիներ խոսում են հայերենը որպես օտար լեզու, բայց դա կարևոր չի։ Ամեն դեպքում պատահում է եւ լինում է այդպես։ Բայց այնը, որ իսկապես հատուկ է, այնը, որ իսկապես անձնահատուկ է, այնը, որ ես զգում եմ, որ ամբողջ իմ սրտով եւ ամբողջ իմ ոգով, որ ես շատ եմ սիրում Հայաստանը եւ շատ եմ հարգում հայ ազգին եւ անկեղծորեն ես խոսում եմ, որ ես կարծում եմ, իմ կարծիքով հայ ազգը ավետիսի ազգը, որպես հրեաները, որպես իսրայելցիները, ես որ առաջին անգամ եմ այցելել Հայաստանը 11 տարի առաջ, ես հասկացա, որ ես զգացի որպես Իսրայելում, Իսրայելը խոստացված երկիրն է, եւ ես զգացի, որ Հայաստանն էլ խոստացված երկիրն է, եւ ես շատ եմ ուզում, որ հայերը, ամբողջ աշխարհի հայերը այս փաստը կհասկանան, որ իրենց երկիրը, Աստծոց նվիրված երկիրը, իրենց սեփական հողը դա խոստացված երկիր Աստծո, որպես Աստվածաշնչի մեջ գրված է։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանը լավ ու բարի կլինի։ Ես կարծում եմ սա է անձնահատուկը։ Եվ իհարկե հայոց լեզվով խոսելը ինձ համար, գիտեք ինչ, ես գոհ որ ես շատ բախտ ունեմ, որ կարդում եմ, գրում եմ եւ խոսում եմ հայոց լեզվով, քանի որ ես զգում եմ, որ այս լեզուը ինձ համար անձամբ, ինձ համար շատ կարևոր է, բայց ես կարծում եմ, որ ամեն մարդու համար հայերենը սովորելը սա մեծ օրհնություն է։ Շնորհակալություն ձեզ։